Սուրբ Եփրեմ ասորի աղոթք Սուրբ Աստվածածնին։ Իմ ամենասուրբ Տիրոհի Աստվածածին, բարեբեր ծնող Աստուծո, ամենօրհնյալ, Աստվածաշնորհ, Աստվածամայր, անմահ և անտեսանելի հոր միածին Որդու Աստվածությունը կրող, հրատես գահ, քառադեմերից գերօրհնյալ, ամենաանբիծ, ամենամաքուր, ամենաերկված, ամենաանապական, ամենաերանելի, ամենաանձեռնմխելի, ամենաազնիվ, ամենապաշտելի, ամենօրհնաբանյալ, մշտապես հիշատակելի, ամենաբաղձալի կույս հոգով, մարմնով և մտքով, քերովբեների վրա նստած Թագավորի նստատեղ, երկնային դարպաս, որով մենք երկրավորներս մտնում ենք երկինք, հարս Աստուծո, որով հաշտվել ենք Աստուծո հետ, անիմանալի հրաշք, անբացատրելի ավետիս, Աստուծո նվիրական խորհրդի հայտնաբերում, անհաղթահարելի միջնորդություն, զորեղ պաշտպանություն, կենսակիր աղբյուր, աստվածային և անճարելի պարգևատրությունների և պարգևների չցամաքող ծով, երկնային զորություններից բարձր, նվիրական խորհրդածությունների անպարագրելի խորություն, բնության ընդհանուր փառք, բոլոր բարիքների ողորմություն, ըստ երրորդության բոլորի ընդհանուր Տիրոհի, ըստ Մխիթարիչի բոլորի ընդհանուր Մխիթարիչ, ըստ Միջնորդի ամբողջ աշխարհի ընդհանուր Միջնորդ։ Իմանալի Արեգակի և ճշմարիտ լույսի կարգ, որ լուսավորում է աշխարհ մտնող յուրաքանչյուր մարդու, կրող, իր խոսքով ամեն բան կրողի, մաքուր զգեստ որպես պատմուճան լույսով զգեստավորվածի, ողջ աշխարհի կամուրջ, որը մեզ վեր է բարձրացնում դեպի գերխաղաղ երկինք, քերովբեներից և սերովբեներից անհամեմատ ավելի բարձր և շատ փառաբանված, հրեշտակների զարդ, մարդկանց փրկություն, մեզ երկինք տանող բանալի, մայր և աղախին անմար Աստղի, իրական և խորհրդավոր օրվա ճառագայթ, Աստուծո մարդասիրության անքննելի խորխորատ, աստվածային և բազմանուն կարգ, ճշմարիտ հավատքի ամենաամուր հենարան, անբովանդակելի լայնարձակ ավան, ճշմարիտ խաղողի որդը, որ կյանքի պտուղը պարգևեցիր մեզ, հավատարիմների հոգիները ուրախացնող պտղառատ ձիթենի, համաշխարհային Հովհանի, մտքից առավել սուրբ խորհրդի դուռ, երեքսրբյան երկհասացության բարիքների լրություն, առաջինը աստվածության մերձավորությամբ, փայլակ, որ պայծառացրեց հավատարիմների հոգիները, մեղավորների հաշտություն, արժանիների ապահովություն, ընկածների կոչ, ծույլերի արթնացում, առողջների ամրություն, եկեղեցիների համախոհություն, զորքերի բարեհաջողություն, բոլոր բարիքների ողորմություն, քաղաքների բարի հիմնադրում, տիեզերքի խաղաղություն, ճգնավորների ամրություն, մարտիկների արիություն, անվնաս կյանքի գանձ, ամպ, որ երկնային ցող ես բերում երկրածիններին, սանդուղք, որով մեզ մոտ են իջնում երկնային հրեշտակները, ալեկոծվածների նավահանգիստ, ճնշվածների ուրախություն, վշտացածների պաշտպան, անօգնականների օգնություն, տկարների ուժ, նեղություն կրածների օժանդակություն, կույրերի ձեռնափայտ, մոլորվածների փրկարար առաջնորդ, կարիքների մեջ գտնվողներին հուսալի օգնական, սուրբ տապան, որով մենք փրկվեցինք մեղսալի ջրհեղեղից, անկեզ մորենի, որը տեսավ Աստվածատես Մովսեսը,
ոսկյա բուրվար, որից բանը այրելով իր մարմինը տիեզերքը լցրեց անուշահոտությամբ և որի մեջ այրվեցին անհնազանդության մեղադրանքները։ Աստծո կողմից գրված քարե տախտակ, 7 մոմյա աշտանակ, որի լուսավորությունը գերազանցեց արեգակի լուսավորությանը, վկայության սուրբ խորան, որ կառուցեց հոգևոր կառուցողը, թագավորական կարգ, սափոր, որ քո մեջ տեղավորեցիր մանանան, արգելափակված այգի, կնքված աղբյուր, որի մաքուր շիթերը հագեցնում են ողջ տիեզերքը, սրբությամբ ծաղկած Ահարոնի գավազան, Գեդեոնի ցողակիր գեղմ, աստվածագիր գիրք, որի համար պատրվեց Ադամի ձեռագիրը։ Աստծո լեռ, սուրբ լեռ, որի վրա Աստված հաճեց բնակվել, Հեսուի սուրբ արմատ, Աստծո քաղաք, որի մասին, ինչպես ասում է Դավիթը, փառավորյալը խոսեց, ազատագրում տրտմությունից, փրկություն գերությունից, մահկանացուների աստվածացում, էությամբ գերազանց, կշտամբանքին անմատչելի, Լիբանանից եկած կուսություն և աշխարհը անուշահոտ դարձրած, քեզանից արտահասող քաղցրությամբ ծառի հնագույն դառնությունը քաղցրացնող, որի մասին ահավոր է մտածել, ողջ աստվածության էությունը բովանդակող, պարգև, որը գերազանցում է որևէ արժեք, թանկագին զարդարանք բոլոր գեղեցկությունների, Սողոմոնի գահավորակ, որի շուրջը 60 սպառազեն քաջեր են կանգնած, Աստվածաշունչ գրքի արտահայտություն, լույս ընդունող ավան, որի միջից ճառագեցին տիեզերական ճառագայթները փրկության, արևելք նայող Եզեկիելյան դարպասներ, ահավոր նախախնամության վեհություն, աստվածային ողորմածության գերզարդարված կացարան, աշխարհի հաշտություն, մեր սրբարան և ապաստարան, բոլոր բարիքների ցանկալի պարգև, շիկացած ունելիներ, որոնք տեսավ Եսային, առաքինություններով զովացած լեռ, որը կանխատեսեց ամբակումը, Դանիելի չկոտրած լեռ, Եզեկիելի արևելք նայող դուռ, Եդեմում տնկած սրբազան դրախտ, կենսակիր ծառ, որը տվեց ամենագեղեցիկ և քաղցր պտուղը, անուշաբույր խնձոր, անուշահոտ վարդ, չխամրող գույն, սպիտակաթույր Շուշան, կնքված գիրք, որը ոչ ոք չի կարող կարդալ, կուսության նկարագիր գրված առանց գրերի, մարգարեների արժանապես ճշմարիտ տեսիլք, Աստվածահյուս ծիրանի, բոլոր մարգարեությունների ամենապարզ կատարում, առաքյալների անլռելի շուրթեր, անհաղթահարելի քաջերի վստահություն, թագավորների հաստատում, երեցների գովասանք, պատվիրանազանցության ներում, արդար դատավորի կթաշարժություն, ընկածների ելք, աշխարհի համար բաղձալի, իմ հոգու և մարմնի վերստին արարում, իմ փրկություն, մխիթարություն, կյանք, լույս, հույս և զովություն, իմ սփոփանք, ապաստան, ծածկոց, զորություն, զվարթություն, քաղցրություն, պատ, հովանավորություն, պարիսպ, զենք, պաշտպանություն, փառք, միջնորդ, բարեխոս, լռություն, խնամակալություն, գովասանք, խաղաղություն, երգասացություն, խնդություն, օրհնություն, խարիսխ, առատություն, ցող, սրբություն, մեծություն, իմ տրտմության մխիթարություն, իմ հոգու լուսավորություն և սրբացում, իմ մեղքերի քավություն, իմ հանգստություն Աստծո մեջ։ Իմ չորացած սրտի համար Աստծուց բխած ոռոգում, մթագնաց իմ հոգու ճաճանչափայլ կանթեղ, իմ մերկության ծածկոց, տրտունջի դադարում, իմ վիճակների հաշտեցում, ժուժկալություն, անարատություն, քաջություն, ողջախոհություն, առաքինությունների զարդարանք,
իմ ազատություն, հանգրվան, գանձ, իրապես հավիտենական ստացվածք, ապաշխարության մեջ հաստատում, վեհություն, առողջություն, գեղեցկություն, ամրություն, խորուրդ, ողջամտություն, ցնծություն, իմ տիրուհի, իմ երջանկություն, լուսավորություն, Աստծո առջև մշտարթուն և առանց ամոթի իմ միջնորդություն, նայիր իմ հավատքին և բերկրալի սիրուն, և որպես կարեկցանք և զորություն ունեցող, որպես միակ բարի և ողորմած Աստուծո Մայր, ընդունիր իմ ողորմելի հոգին քո բարեխոսությամբ և հովանավորությամբ, արժանացրու այն քո միածին Որդու աջակողմյան դասին և նրա ընտրյալների և սուրբերի հետ հանգստի։ Քեզանից բացի ես չունեմ օգնական և պաշտպանություն, քեզ եմ ապավինում, և թող զուրկ չմնամ բաղձալիից, քեզանով եմ պարծենում, իմ մեղքերի և անօրենությունների բազմության պատճառով երեսդ մի դարձրու ինձանից, քո անարժան ծառայից, քանզի դու ունես և ազատակամություն, և զորություն, որպես երրորդությունից միակին ծնող, դու համոզելու և գթաշարժելու կարողություն ունես ձեռքեր, որոնցով անճեռելիորեն գրկել ես մեր Տիրոջը, ստինգներ, որոնցով կերակրել ես նրան, մսուրն ու մանկությունից ողջ դաստիարակությունը, սրան միացրու, ինչ որ քեզանից է, և այն, ինչ որ նրանից է, խաչը, արյունը և խոցերը, որոնցով մենք փրկվել ենք, որոնցով փառավորված ենք։ Մի զրկիր ինձ քո միջնորդությունից, այլ միշտ օգնիր, հովանավորիր և մի լքիր ինձ, քանզի նա է քեզ պարտապանով ասաց. «Պատվիր քո հորն ու մորը», և նա, որ բարեհաճեց համադասվելու ծառաներին, այնուամենայնիվ կպահի իր պատվիրանը և կկատարի քեզ համար անհրաժեշտը, որի քավություն ծառայեցիր իրեն ծնելով։ Այս պատճառով էլ նա ուրախանում է քո բարեխոսությամբ, քո փառքը մեծարում է իր սեփական փառքով և ըստ պարտականության կատարում է քո խնդրվածքները։ Միայն մի արհամարհիր անարժանիս, և թող իմ գործերի անպատկառությունը չդադարեցնի քո անաչառ ողորմածությունը։ Աստվածածին, ցանկալի անուն ինձ համար, քանզի քո օգնությունից բացի ոչինչ հուսալի չի կարող լինել։ Դու երկրի երեսից կկտրես ամեն տեսակ արտասուք, դու ամեն կերպ արարածներին բարերարությամբ լցրեցիր, երկնայինը զվարթացրիր, փրկեցիր երկրայինը, արարվածը փոփոխեցիր, արարչին գթաշարժեցիր, հրեշտակներին խոնարհեցրիր, մարդկանց ուրախացրիր, քեզանով հաշտեցրիր երկնայիններին և երկրայիններին, ամեն ինչ բարեփոխելով վերափոխեցիր կատարելագույնի։ Մեր հարության անսոտ նշանները քո մեջ ունենք, հույս ունենք քեզանով գտնել երկնքի արքայությունը, հանձին քեզ մեր փրկության համար օգնական գտանք, հանձին քեզ քրիստոնյաների ողջ բազմությունը անխորտակելի պարիսպ ձեռք բերեց, դու բացեցիր դրախտի դարպասները, դու մեր երկինք ելնելը նախապատրաստեցիր, դու մերձեցրիր մեզ Որդու և Աստծո հետ, քեզանով, ով ամենասրբուհի, առաջին Ադամից և մինչև ժամանակների վախճանը եղել է, կա և կլինի ամեն տեսակ փառք, պատիվ և սրբություն առաքյալներին, մարգարեներին, մարտիրոսներին, արդարներին և սրտով հեզերին, և քեզանով է, ով բարեբեր, բերկրում ողջ արարչությունը։ Եվ ես քեզ եմ ապավինում, որովհետև արդարև դու մարմնով ծնեցիր ճշմարիտ Աստծուն, նրան վայել է փառք, պատիվ և երկրպագություն անսկզբնական Հոր և բարի ու կենդանարար ամենասուրբ Հոգու հետ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։